Ողջունում եմ ձեզ սիրելի եկեղեցի։ Եկեք միասին տերունական հայ մեր աղոթքով բացենք այսօրվա ծառայությունը։ Հայ մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո առկայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտքականներին։ Եվ մի տանի մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս, ամեն։ Միշտ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Առաջին Հովհաննես 5-րդ գլուխ 14-ից 15-րդ խոսքերը։ Եվ սա է անհամարձակությունը, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես խնդրենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրածները, որ խնդրեցինք նրանից։ Ամեն։ Այսպես ասում Աստծո խոսքը։ Սիրելի եկեղեցի, առաջին Հովհաննես գրքի մեջ գրված է. համարձակության խնդրենք։ Իրա կամքի համապատասխան, երբ որ խնդրում ենք, եկել լսում է ու պատասխանում է։ Ամեն։ Տեր բերում ենք ու գայ առաջ այստեղ գրված ամեն մի կարիքները, Սուրբ Աստված։ Խնդրում ենք, որ այս կարիքների պատասխանը դու տաս ու քո ձեռքով հրաշ լինի Տեր, քո կամքի համապատասխան Տեր։ Մենք աղաղակում ենք դեպի քեզ ու ասում ենք Տեր շնորհակալություն Սուրբ Աստված, որ դու հրաշագործ Աստված ես մեր կյանքում, բժշկող Աստված ես, ազատագրող Աստված ես, օրհնող Աստված ես, հրաշք անող Աստված ես Տեր։ Սուրբ Աստված, խնդրում ենք, որ նույն ձևի դու միացնես այս կարիքների մեջ այն մարդկանց, ով որ չի հասցրել գրի Տեր։ Էկրանից այն կողմ նայողներին է Տեր, խնդրում եմ, որ դու իրանց սրտի այն կարիքը պատասխանես, Հիսուսի զորավոր անուն, մենք քո ձեռքերի մեջ ենք հանձնում այս կարիքները ու ասում ենք շնորհակալություն։ Շնորհակալ ենք, որ քեզ ենք դիմում ու շնորհակալ ենք, որ քեզ անձեր պատասխանը ստանում ենք Հիսուսի անունով։ Տեր նույն ձևի աղոթք ենք բարձրացնում Հայաստանի համար։ Խնդրում ենք, որ քո լույսը իջնի Հայաստանի վրա, Տեր, ամեն մարդու վրա իջնի, Տեր, որ ամեն մարդը քեզ ճանաչի, քո ճշմարտությունը ճանաչի, Տեր։ Թող հեռանա ամեն մարդու կյանքից ամեն մի չար գործեր, ամեն մի բռնաբարություն, Տեր։ Խնդրում եմ, որ քո զորությունով, քո հրաշքով հրաշք անես մարդկանց կյանքում։ Թող Հայաստանը ամբողջության, Տեր, քո լույսի մեջ լինի, թող ամեն մի խավարը հեռանա Հայաստանից Հիսուսի զորավոր անունով։ Տեր նույն ձևի աղոթք ենք բարձրացնում Ռուսաստանի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի համար, Տեր, խնդրում եմ, որ քո խաղաղությունը բերես, քո սերը բերես, քո ներկայությունը բերես Ռուսաստանում, Տեր։ Այստեղ ապրում են տարբեր մարդիկ, թող ամեն մի ազգը քեզ ճանաչի, զորավոր Աստված։ Այստեղ են դաշնա, որ քո փառքը պետքա երևա, Տեր։ Հիսուսի զորավոր անունով մենք օրհնում ենք Հայաստանը, մենք օրհնում ենք Ռուսաստանը ու տալիս ենք քո ձեռքերի մեջ։ Ասում ենք շնորհակալություն։ Ամեն։ Այսօր ինձ մեծ պատիվ է, որ ես այստեղ եմ։ Հալելույա։ Մի քիչ իմ հայրենս այնքան էլ լավ չի, կներեք, որ կարող եմ երկու բան ռուսերեն էլ խոսամ, հասկանում եք, չէ։ Ես ինքը ծննդով թիվլիզեցի եմ, կարող է բարբարից էլ մի քիչ հասկանաք։ Եկել եմ Անապայից, ես Անապայի կյանքի խոսքի հովիվն եմ, Փառք Տիրոջը, ես մենակ չեմ եկել, իմ տղաս էստեղ է, հալելույա։ Ունեմ մի հատ կին, 3 երեխա։ Ու ես երջանիկ հայր եմ, դրա իմ 3 երեխաս էլ ծառայում են Աստծուն, սիրում են Աստծուն։ Գիտեք, մենք կարող ենք ամեն աշխարհին ծառայենք, բայց մեր երեխաներին թողնենք, բայց գիտեք, ես երջանիկ եմ, իրոք որ իմ երեխաները այսօր եկեղեցում են, իմ երեխաները այսօր ծառայում են, ինչ որ ուզում եմ ձեզ եմ ցանկանում, որ ձեր երեխաները, թոռները
ծառայեն Աստծուն, ճանաչեն Աստծուն, ոչ թե ծառայեն, ճանաչեն Աստծուն, ամեն, հալելույա, սա Աստված օրհնի մեզ, ես ասեց, որ ես անապայից եմ, գիտեք, հետաքրքիր որ ապաշխարել եմ 94 թիվ, արդեն 30 անց, թե, 30 անց, արդեն, չեմ էլ հաշվել, ու փառք Տիրոջը ամեն օրվա համար, որ ես ամեն օր ճանաչում եմ Տիրոջը, ու ես ամեն օր տենում եմ հրաշքներ, հալելույա, ու ես հավատում դուք էլ ունեք շատ հրաշքներ տեսած Տիրոջից, ամեն, ու մենք մեր եղբայրը, որ զոհաբերության ասում էր, լավ խոսք ասեց, որ մենք պետք է չմոռանանք այն բարիքները, ինչ որ արել է մեր Տերը, ամեն, մի մոռացի այն բարիքները, հալելույա, դրան շատ կարևոր է, գիտեք, մեկ լինում է դժվար պահեր է եղնում կյանքում, ու ես հետ եմ դառնում տենում եմ այն բարիքները, ինչ որ Տերը արել է, հալելույա, ու հետի նորից քեզ բարձրացնում է, դրամա Տերը երեք այսօր և հավիտյան նույնն է, ինքը չի փոխվել, հալելույա, մեր Տերը չի փոխվել, ու ինքը այսօր ինձ ու քեզ սիրում է, ամեն, ինքը ուզում է քեզ օրհնի, հալելույա, ու եկեք սկսեմ քարոզել, առաջի տեղը ուզում եմ բացեմ, Ռոմացիների 10-17 խոսքը, ուրեմն հավատքը լսելուց է և լսելը Աստծու խոսքից է, այդ բոլորը գիտեք, չէ, մեր հավատքը լսելուց է ոչ թե մի անգամ լսեցիք, վсё, լսելուց, ուրեմն, գիտես, ես լսում եմ, ես լսող եմ, որ չէ ասում են, այստեղ են ծնող լսողը, ինչ է նշանակում, որ ես լսում, ոչ թե մենակ անգաջներով եմ լսում, ես կատարում եմ, ինչ որ ինձ ասում են, ամեն, ես դրանով եմ ապրում, ես լսում եմ իմ Տիրոջը, ամեն, ու իմ հավատքը դրանով մեծանում է, ամեն, այսօր կարևոր է ինչ ես դու լսում, ինչ ես դու այսօր նայում, են էլ, էդ էլ կկատարվի քո կյանքի մեջ, կարևոր է, գիտեք, այսօր մենք այդենց դար ենք ապրում, որ ինֆորմացիայի ժամանակը, հեռախոսը բացում ես, լիքը ինֆորմացիա կա, ու մենք նայենք մեզ, հետևենք մեզ, ինչ եմ ես այսօր լսում, ինչ եմ այսօր ես նայում, գիտեք, էդ էլ իմ կյանքս կդրսևորի, ու այսօր մենք կնայենք երկու տարբերակ, գիտեք, թշնամին միշտ մեզ, ուզում եմ մի անգամ էց ասեի, ատակույտ, ով կարող հայերեն ասի, հարցակումը, միշտ թշնամին ուզում է հարցակի, միշտ, որ, գիտեք, ու գլխավորը ոնց ենք մենք մեզ դրսևորում այդ պահին, դրա մասին մենք կխոսանք այսօր, ամեն, ինչ եմ ես անում, երբ որ հարցակում կա իմ կյանքի վրա, իմ ընտանիքի վրա, քո աշխատանքի վրա, ամեն, տարբեր պրոբլեմներ է գալիս, ես ինչ եմ անում դրանով, ու մենք էդի կնայենք, ու առաջ տեղը, գիտեք, մենք կբացենք իսխոդ ելք կլի, չէ, ելք, լավ պատմություն է, հիշում եք, չէ, Իսրայելի ժողովուրդը 400 տարի գերի էր, ստրուկ էին, ու դժվար պահեր էին ապրում, դժվար պահեր էին անցնում, ու իրանք աղոթում էին, կանչում էին Աստծուն, Աստված լսեց, ուղարկեց Մովսեսին, ու հիշում եք ինչ հրաշքներով
Աստված իրանց դուրս բերեց Եգիպտոսից։ Մեծ հրաշքներով, ես հիմա բոլոր հրաշքները չեմ ասեսոր, բայց մեզ թե հետաքրքիր է կկարդաս տունը, ինչ հրաշքներ արել Տերը Եգիպտոսում իր ժողովրդի հիմա։ Գիտեք ինչ, Աստվածաշունչը ասում որ իրանք այնտեղից դուրս եկան, ու լրիվ Եգիպտոսը թալանեցին, այն 400 տարվա այն թոշակը, այն աշխատավարձը որ չէին ստացել, մի օրվա մեջ լրիվ ստացան։ Ու գիտեք ինչ է հետաքրքիր, ասում է, պատկերացրեք մոտ 2-3 միլիոն ժողովուրդ, վերցնենք 2 միլիոն, ոնց ես կարծում 2 միլիոնի մեջ հիվանդ մարդ կլեր, ասում Աստված ասաց, ոչ մեկ հիվանդ չէր, էդի հրաշքեր, պատկերացրեք ինչ ուրախություններ, այդքան սպասում են, այդքան տարապում են, ու գիտեք, Աստված ինձ հրաշք արեց, դուրս բերեց, ռոջիկները լրիվ տվեց, բժշկեց, ամեն ինչ լավ էր, բայց գիտեք ինչ կատարվեց, որ կարդում ես 14-րդ գլուխը 8-րդ խոսքից, այնտեղ գրված է, հայերեն չգիտեմ, գրված է ожесточил сердце фараона, 8-րդ դուք ինձ լավ գիտեք։ 8-րդ խոսքը, ես գիտեք նոր եմ սկսել հայերեն կարդալ, կմկմալով եմ, դրա համար չեմ կարդում, ես հավատում եմ, որ իմ լեզուս կբացվի վաղտին, ու գիտեք, Աստված այնց արեց, որ Եգիպտոսի թագավորը ինչ արեց, ռուսերեն ասեմ, ожесточил, ինձ ավելի հեշտ կլի։ Ամեն։ Ու ինքը վերցրեց զորքը ու գնաց իրանց հետևից։ Սարսափելի վիճակ է, չէ՞ մի կողմից։ Ու գիտեք ինչ, Իսրայելի ժողովուրդը նայեց, տեսավ 9-րդ խոսքն ա գրվում։ Ու գիտես ինչ արեցին Իսրայելի ժողովուրդը որ տեսան։ Տրտնջացին, ճիշտ ասեցի, տրտնջաց, վախեցան, չնայած Մովսես ասում է մի վախեցեք, կայնեք ու կտենակ Աստծու փառքը, բայց իրանք վախեցան, իրանք մոռացան այն հրաշքները, իրանք մոռացան որ մի քանի տարի, մի քանի վաղ առաջ լաց էին եղնում, դժվար աշխատանքի մեջ էին, հիվանդության մեջ էին, ու գիտեք, իրանք տեսան ու վախեցան, իրանք տեսան այդ պրոբլեմը, այդ խնդիրը, ու վախեցան, ու սկսեցին, գիտեք, Մովսեսին, դուն ես մեղավոր, Մովսես, ես ինչ արիր, մենք ասենք, չեք ես պեչի, թող մնանք ես տեղ, ու սկսեցին փնթփնթալ, տրտնջալ, մոռացան են բարիքներ, ինչ որ Տերը արել էր իրան, գլխավորը որ մենք չմոռանանք, մի թույլ տու որ վախը քեզ գերի տանի, ամեն, որ դու չլսվես վախով, գիտեք, երբ որ մենք վախենում ենք, վախի մեջ ենք մնում, մենք խուճապի մեջ ենք մնում, երբ որ մարդ խուճապի մեջ էլ ոչ մի բան չի տենում, բացի պրոբլեմից ոչ մի բան չի տենում, հետո գիտեք ինչ, մարդ վախի վախ, երբ որ վախով լծված է, դառնում է էգոիստ, ինք իր մասին է մտածում, իր անձի մասին է մտածում, գիտեք ամենաշատ ինչից են մտածում, վախում, որ մահանան, բայց մահը մեզ մահ
վախենալու չի։ Տիրոջ մոտ կընկնենք։ Ամեն։ Մի վախեցի։ Հալելույա։ Մի դառնա էգոիստ։ Մտածի ուրիշի հիմա։ Հալելույա։ Գիտեք, ինչ մեկ Հիսուսը երբ որ նավի վրա էր աշակերտների հետ ու ալիքներ բարձացավ։ Աշակերտները արդեն մոռացան, որ Հիսուսը ասեց գնալու ենք անցնենք մյուս ափը։ Ինքը իրանք թույլ տվին, որ վախը իրանց գերի տանի։ Ու իրանք սկսեցին իրանց, գիտեք, իրանք ամենք իր համար էր մտածում։ Վայ կմեռնենք, Հիսուս, ես ինչ ես անում։ Մեռնում ենք, օգնիր։ Ամեն։ Գիտեք, վախը ինչ անում էլի։ Երբ որ մենք վախի մեջ ենք, մենք կարճատես ենք։ Մենք մենակ այդ պրոբլեմն ենք նայում, բայց մենք չենք տենում հետագայում Աստված ինչ կարող անի։ Մենք չենք նայում առաջ, մենք չենք նայում, թե Տերը ինչ ա մեզ ասել, մենք մոռանում ենք էդ։ Ամեն։ Մենք մոռանում ենք Աստծու խոսքովանքները, ինքը ինչ ա ասել քեզ։ Մի ուշադրություն քո աչքերը ու քո անգաջները վախի վրա։ Ամեն։ Հալելույա։ Կարճատես մի եղի։ Գիտեք, Անա, եկեք բացենք Հակոբոսի առաջի գլուխ։ Ասում բոլորովին ուրախացեք, համարեցեք, հա, ճիշտ ասի, եղբայր, հա, երբ որ կերպ փորձության քների մեջ ընկնեք։ Ես իմ ճիշտ կարծացի, թե չէ։ Հետաքրքիր է, չէ, ասում ուրախացեք։ Ոնց ուրախանաս։ Փարաոնը գալիս է։ Ոնց ուրախանաս։ Աշխատանք չկա։ Ուտելու բան չկա տունը։ Եղել է այդպես որ փող չի եղել հաց առնելու։ Չգիտեմ, իմ մոտ եղել է դա, գիտես։ Ասում ուրախացի։ Դա փորձությունն է։ Ժամանակավոր է։ Մի հատ պատմություն պատմեմ։ Ուրեմն մենք ապրում ենք այնպես տուներ, որ պետքա ձմերը ածուխով փեչը վառենք։ Ու մի ձմերվա համա պետք էր 3 տոննա ածուխ։ Կան մարդիկ, որ ածուխով փեչը վառեն։ Օ, կհասկանաք։ Օրը 2 վեդրո ածուխ էր պետք։ Ուրեմն գնում եմ այդ ածուխի, ոնց են ասում, ռուսերեն ուգլնիկ է այսին, ածուխի սարայ, չգիտեմ հայերեն ոնց է, նայում եմ, դեր դեկտեմբերի սկիզբն է, նայում եմ ածուխ, 2 շաբաթվա ածուխ է մնացել, գալիս եմ կնոջս ասում Արեքնաս, մնացել է 2 շաբաթվա ածուխ, ինչ անենք, ասում աղոթենք, փառք Տիրոջը, որ քո կողքը կա նենց մարդ, որ ասում աղոթի, գիտեք աղոթում ենք, փող էլ չունենք, որ փող չկա, որ ածուխ առնենք, ու գիտեք անցնում է մի շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ, 3 ամիս,
ու այդ ածուխը հերիքեց միջև սեզոնը պրծանի։ Հարկիր, ես չգիտեմ ոնց է տեղավ, բայց մենք աղոթում ենք, Տերը օրհնեց։ Գիտեք, մենք չվախեցանք, ինչ ենք անելու։ Գիտեք, այնց հետաքրքիր է, որ մյուս տարի էլի ձմեր է գալիս, չգիտեմ, ձեր մոտ կա այդպես, թե չէ։ Թարսի պես էլի փող չկա։ Ինչ անենք, աղոթենք։ Բայց այնտեղ արդեն մի կտոր ածուխ էլ չկա, որ ավելանա։ Մեկ արդեն գնում նայում էի։ Ասում է հին փորձ, գիտեք, մեկ լավ է հետ նայելը, բայց Աստված կարող է ուրիշ ձևի քեզ օրհնի։ Մի հատ հարևան ունենք, շատ ժլատ մարդ էր, ու հիշում եմ ամառը բան էի, հողամաս էր մի փոքր, պամիդոր բան էի ցանել, ու հարևանի կին էդ պարատանյութ էր տվել, հավերի են, ինչ են ասում, պարատանյութ կյասը։ Ամուսինը իրա, որ իմացա, որ ինքից մեզ պարատանյութ է տվել, քիչ մնաց կնոջը սպանի։ Այդին ժլատ մարդ էր։ Ու գիտեք, վաղթը գալիս է արդեն ծրտերը սկսվում է, ես հարևանը մոտիկանում է, ասում Արտուր, ածուխ պետք է, ասի հա, վերցրու իմ ածուխս, ես եմ փող չունեմ, ասում ես քեզ փող եմ, խնդրում քեզնից, ասում է վերցրու, ես տարի յուլա գնացինք, Փառք Տիրոջը, հալելույա, գիտեք, եկավ երրորդ տարին, մենք շատ ժամանակ ունենք, թե չի ես կարող ածուխի պատմությունը շատ տեղ է, երրորդ տարին էլ է պետք ածուխ, էլի ինչ անենք, էլի Տիրոջին աղոթում եք, մենք չենք աղոթում, որ ճիշտ հասկանանք, Տեր մի բան արա, որ մեկը բերի, կամ մեկը, աղոթում ենք Տեր, մեզ աշխատանք է պետք, գումար է պետք, որ առնենք, բայց այնց էր եղնում, որ ածուխի փող չկար, չգիտեմ ինչի Տերը տենց արեց, որ իր հրաշքը եղնի մեր կյանքի մեջ, որ ինքը ցույց տա, որ ինքն է Տերը, ամեն, մեկ ասում եք, Տեր ինչի չեղավ, այդքան աղոթում եմ, լսի, Տերը ոչ մի անգամ չի ուշանում, ամեն, ինքը ուզում է իր փառքը ցույց տա քո կյանքի մեջ, քո ընտանիքում, ոչ եմ երրորդ տարին, մի հատ հարևան ունենք, մյուս դիմացի հարևան, որ մեզ չէր սիրում, չգիտեմ ինչի, ուրիշ պատմություն է, այդ շատ երկար կլի, մեզ չէին սիրում, կինը կախարդ էր, ինչ-որ կախարդություն էր անում, մենք կնոջս հետ միշտ աղոթում ենք, ամեն առոտ ելնում ենք, ասում ենք, Տեր օրհնի այդ ընտանիքին, իրանք կախարդություն են անում, մենք օրհնում ենք իրանց, ու այնց եղավ, որ իրանք այնքան աղոթեցինք, որ իրանք Տեր այնց արեց, իրանք գնացին ընդեից, ավելի լավ աշխատանք տվեցին ամուսնուն, ու գիտեք ինչ եղավ, իրանք գնալուց մոդիկացան, չեն էլ բարևում, բայց գնալու վաղ մոդիկացան, ասում է գիտեք այնտեղ լիքը ածուխ ունենք, ասում է ով մեր տունը արել է, իրան կարող է պետք չլի, ասի փող չունեմ, ասում ես չեմ ուզում դեզնից փող, գնացեք վերցրեք, այս տարի էլ գնաց, Փառք Տիրոջը, չորրորդ տարին,
Ուրեմն, ելի աղոթում ենք։ Ես հիվանդ եմ, տաքություն ունեմ, զանգում է հովիվը։ Արտուր, ինչ ես անում։ Ոչ մի բան ասի, չասեցի, որ հիվանդ եմ։ Գործ կա, ասեմ, ինչ է պետք, հովիվ ջան։ Ասում է, պետք է 3 տոննա ածուխ վարձենք Սամասվալ։ Ես ասել եմ, ես հովիվը ինչ ասի պետք է անեմ։ Տաքություն ունենամ, չունենամ, ես չգիտեմ, դուք ոնց, բայց ես տենց որոշում կայացրեցի ինձ մա։ Ես կանչեն, ես պետք է մի բան անեմ։ Ասում է, հիշում եք մի հատ կինո կար, ասում է, խլեբ զավոդ, я, ստրոյկա, я, այդ նույնպես էլ, գիտեք, ու ես հագնում եմ, գնում, արկա հագասում, ասում, արի հետևից ես գալիս եմ։ Մերս ասում է, ուր ես գնում, պետք է ասում ածուխ 3 տոննա գցենք։ Ինչ ես անում, չգիտեմ, ձեր մայրերը այդպես ասել են ձեզ, մենակ դու ես եկեղեցում ելու մարդ չկա, միշտ դու ես մի բան անում։ Ասեմ, մամա, всё, խոսք եմ տվել, պետք է գնամ անեմ։ Գիտեք, գնացի, այդ 3 տոննա 2-ով, ես ու հովիվը։ Այնց էլ լավ շուտ քսեցինք տաքությունս էլ, գիտեք, տաքությունս էլ անցավ, առողջացա, այս վարորդը ասում է, բա ուր ենք տանում, ես էլ ասի, դարը չարցեցի հովին, ում հոմայա, ասի հովիվ, ում հոմայա, ու մեր հասցեն ասում։ Գիտեք ինչ, երբ որ այդ Սամասվալը որ գալիս է, ածուխը լսում է, մայրս դուս է գալիս, վայ, Կոլյա ջան, ասում իմ այլ Կոլյա ջան, Էդի 4-ներ, 4-ներ։ 5-րդ տարին էլի հրաշք եղավ։ Աստված տվեց գործ, ես գնեցի ինքս այդ ածուխը։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ամեն։ Աստված ասում է, ես քեզ չեմ թողնա։ Մի վախեցիր։ Եղիր հավատարիմ միշտ Աստծուն։ Ամեն։ Վախը մեզ մի անգամ մոռացա արդեն հայերենը, պանիկայի մեջ ակ բերում, խուճապի մեջ ա բերում, մենք կորցնում ենք լրիվ ճանապարհները, մենք չգիտենք ինչ ենք անում, ամեն, վախը հավատքի հակառակ կողմն է, ամեն, Հակոբոս ասում է, թող չկարծենա կասկածող մարդը մի բան Աստծուց ստանա։ Ամեն, վախը բերում է կասկածանք։ Մի կասկածի ոչ մի անգամ։ Հալելույա։ Դրա համար կասկածող մարդը ոչ մի բան Աստծուց չի ստանա։ Ամեն։ Հալելույա։ Մի կասկածի այսօր։ Աստված լսում է քո աղոթքները։ Կարող է մի քիչ դիմացի։ Աստված ասում է, ես գիտեմ ամեն ինչ։ Ու ամեն ինչ իմ ձեռքին է։ Հալելույա։ Ես գիտեմ քո տառապանքները, ես գիտեմ քո դժվարությունները։ Ես գիտեմ, ասում է Տերը։ Մի վախեցի, ես քո հետ եմ։ Ամեն։ Մի թույլ տու, որ վախը գրավի քո ամբողջ սիրտդ։ Նայ Աստծո խոսքի վրա։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, մի հատ լավ, երկրորդ օրինակը ես սիրում եմ այդ
պատմությունը։ Հա, միջև այդ կարդանք Տիմոթեոսի 4-րդ գլուխ 12-14 խոսքը։ Շատի կխնդրեի, ով կարող է հայերեն կարդալ, էլի։ Կարդացեք, էլի, շատ եմ խնդրում։ Ոչ ոք քո մանկությունը չանարգե, այլ օրինակ եղիր հավատացյալներին, խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով։ Մինչև որ գամ մի դիր կարդալու հորդունունքին եւ վարդապետությանը, մի քիչ անոք մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեցավ մարգարեությունով, երևեցավ ձեռնադրությամբ։ Ամեն, տեսեք, ինչ ասում Տերը, Տերը չէ, Պողոս Արաքելը, Տիմոթեոսը, ասում է ոչ ինչ անի, ռուսերեն պրենիբրիգայ։ Գիտեք, ինչ որ վախ կար Տիմոթեոսին, որ իրան կարող է չլսեն, ինքը երիտասարդ է, ինքը է, Պողոսը մի նայի դրան, ինչով զբաղվի, ասում է նայի Աստծու խոսքին, դրանով զբաղվի, ամեն, մի նայի, որ դու ջայել ես, հիշիր են աղոտքները, են օծությունը, որ կա քո վրա, մի նայի քո վրա, մի նայի քո ջայլության վրա, նայի Աստծու վրա, նայի Աստծու խոսքը ինչ ասում քեզ համար, ամեն, Պողոս Արաքել ուզում էր բարձրացնել Տիմոթեոսին, դրամա շատ մտքեր էր գալիս, կարող է, գիտեք, Տիմոթեոսը զանգում է Պողոսին, ասում է Պողոս Արաքել, դժվար էլ չեմ կարող է ծառայությունը տանեմ, ես ով եմ, ես ջահել եմ, Պողոս ընդեից, Տիմոթեոս, ես քո հետ եմ, դու ամեն ինչ միջև իմ գալս, ուրիշ մտքերով մի զբաղվի միայն Աստծու խոսքով, ամեն, հալելույա, վատ մտքեր թող չգա քո մոտ, շուրարի կողքի նստողիդ ասում է վատ մտքեր, ասեց թող մի թույլ տու վատ մտքեր գա, Եկ ես միշտ մորս հետ, մայրիկիս հետ միշտ խոսում եմ, երբ որ ուշանում եմ, կամ երեխեքներ ուշանում, վայ մի բան կատարվեց, ես գիտեմ դուք այդպես բան չեք ասում, վայ ես ինչ եղավ, վայ ես ինչ եղավ, գիտեք մենք մի անգամից վախը բերում ենք, ամեն ինչ լավ կլի, մի վախեցեք, ամեն, թե ինչ որ, գիտեք, լինում է որ գալիս է, վախը գալիս է, գիտեք այդ մոմենտ ինչ պետք անենք, պետք է պրոստ աղոթենք, պրոստ աղոթենք, որ չարը չկպնի քո մոդիկներին, քո երեխաներին, ամեն, գիտես մի հատ դեպ պատահեց մեր մոտ անապայում, շուտ մի հատ տղա էր մի հատ ապաշխարվել, պրոստը նոր հիշեցի դրամա, ուզեմ ձեզ ասեմ, ապաշխարվել էր, գիտեք, այնց պահ էր, որ գործ չուներ, ոչ մի բան չուներ, եղբայրը սպանել էին, ոչ մի շատ վատ վիճակ էր, ու եկավ մեր մոտ, եկեղեցի, ապաշխարվեց, Աստված օրհնեց, աշխատանք տվեց, ամեն ինքն էլ անունը Ռոկի էր։ Ես գիտեի ինքը բանով էր զբաղվում, ինչ են ասում, բոլդի բիլդինգ, հա, մեր, ոչ իմ, գործերը լրիվ դզվեց, կին ուզեց, պսակվեց, եկեղեցին մորացավ, քանի անգամ գնացել եմ մոտ, եղբայրներն են իրան հանդիպել, ասեն, Ռոկի, արի, դեն մեզ Աստված ոնց քեզ օրհնեց, ժամանակ չունեմ, ու գիտեք, անցնում է մի քանի վաղ,
մի հատ հայկիներ էլի ոչ հավատքի էլի մեր քուրերից էր, ոչ թե մեր եկեղեցի ուրիշ եկեղեցից ու ինքը այդպես բան պատմեց։ Ասում է տղաս ասում է վաղտին եկեղեցի մասնակցում էր, ծառայում էր։ Հիմա ասում է գնացել աշխարհ։ Ու ասում է մի քիշեր, ասում է ես առօրվա մոտ ինչ անհանգստություն ստացա։ Ես մա ծնգաչոք սկսեցի աղոթել իմ տղայիս համար։ Ու գիտեք ինչ կատարվեց, այդ վաղտ երբ որ մայրը աղոթում էր, իր տղան մի հատ մեքենային, երկու մեքենա իրար խփում են։ Այն մի մեքենայի մեջ 5 հոգի էր, բոլորը մահանում են, բայց այդ տղան, ում հիմա մայրը աղոթում էր, ոչ մի բան չի ջարդվել։ Օսկորն էլ չի ջարդվել։ Բայց մաշինա չկար։ Ու գիտեք ինչ էր հետաքրքիր, հետո ես իմացա այն մեքենայի վարորդով էր, այն ռոկին էր։ Մոր աղոթքը շատ ուժեղ է, բայց ռոկին արդեն ռոկի հիմա էլ ոչ ոք չէր աղոթում։ Ամեն աղոթեցեք։ Թե տենում եք ինչ-որ անհանգստություն է գալիս, քո երեխայի, քո մոդիկի հիմա աղոթի, մի վատ բաներ մտածի, ամեն, մի թող որ վախը քեզ գրավի, հալելույա։ Երկրորդը, եկեք բացենք Պարալիպամինոն, ոնց այրեն, չգիտեմ, Այստեղ հետաքրքիր պատմություն է 20-րդ գլուխ երկրորդ խոսքից։ Այստեղ գրված է, որ դուք կարդաք ես կպատմեմ, էլի։ Որ մեծ զորք է գալիս Յուդայի ժողովրդի վրա։ Ու թագավոր Յասաֆատը գրված է, որ երբ որ իմացավ էդի, ինքը շատ վախեցավ։ Գիտեք, առաջի մոմենտում վախեցավ, բայց ինքը չմնաց այդ վախի մեջ։ Գիտեք ինչ արեց եւ իր երեսը թեքեց դեպի Աստված։ Գալիս կա մոմենտ, երբ որ վախը գալիս է։ Բայց կարևորը որ չմնաս այդ վախի մեջ։ Դրամա կկործանվես։ Ինքը ինչ արեց, ինքը իր երեսը թեքեց դեպի Աստված։ Ու հավաքեց բոլոր ժողովրդին։ Ու իրանք վերցեցին ծոմ։ Սկսեցին աղոթել Տիրոջին։ Խոնարհվեց, բոլոր ժողովուրդը խոնարհվեց Տիրոջ առջև։ Գիտեք, երբ որ մենք սկսում ենք Աստծուն փնտրելը, երբ որ մենք սկսում ենք աղոթել, վերցնում ենք ծոմ, Աստվածը չի լռում։ Աստվածը գալիս է իր խոսքով։ Ու գիտեք, գրված է որ համ երեխաները, համ կանայք, բոլորը ծոմի մեջ էին, բոլորը աղոթում էին։ Կասես իհարկե, դժվարություններ դրամ էլ ծոմ են նպահել։ Գիտեք, կա պատմություններ, երբ որ Իսրայելի վրա մեծ զորք էր գալիս, բայց թագավորը վերցնում էր Եգիպտոսից էր, կամ ուրիշից օգնություն էր փնտրում։ Բայց իրանք Աստծուց էին փնտրում օգնություն։ Խոնարհվեց ժողովուրդը։ Ու գիտեք, ու իրանք ստացան խոսք Աստծուց։ Ու Աստված ասում է ձեր կռիվը չի։
Այդ իմն է։ Դուք կտենաք, կկայնեք ու կտենաք։ Ոնց է ձեր թշնամին պարտվում։ Հալելույա։ Հալելույա։ Գիտեք, թե քեզ ում է պետք է Աստծուց խոսք ստանալ։ Գիտեք ինչա պետք չէ անել։ Կարող է ծոմա պետք պահել։ Գիտեք, եղել է մեր կյանքի մեջ իմ ու կնոջ, երբ որ նենց պահ է եղել, որ մենք չգիտենք, ոնց որ, գիտեք, եղել այդ որ խաչմերուկում կայնացես, չգիտես, ոնց գնաս։ Աշ թեքվես, ձախ թեքվես, թե ուղիղ գնաս։ Կյանքում այդպես պահ է եղել, չգիտես, ինչ անես։ Ու եք մենք միշտ պահել ենք ծոմ։ 3 օր միշտ, գիտեք, այդպես վաղ մենք 3 օր պահել ենք ծոմ։ Ու այդեն չի եղել, որ Աստված մեզ մի բան չասի։ Միշտ ցույց է տվել ճանապարհը ոնց պետք է գնանք։ Ամեն։ Նույնպես, գիտեք, իրանք երբ որ ստացան խոսք Աստծուց, գիտեք ինչ արեցին իրանք։ Սկսեցին փառաբանել Տիրոջը։ Բարձր ձայնով։ Գիտեք ինչի է հետաքրքիր, որ թշնամին կայնած էր։ Դեռ ոչ մի բան չի փոխվել։ Բայց գլխավորը պատահեց։ Իրանք ստացան խոսք։ Ու իրանք հավատքով այդ խոսքը վեկալան։ Սկսեցին փառաբանել Աստծուն, սկսել պարել։ Ռուսերեն ասում է վիսմա գրոմկա, շատ բարձր ձայնով փառաբանում էին Տիրոջը։ Ես պատկերացնում եմ, որ թշնամի դեռ ռազվեդկա բանը ուղարկած կլեր հաստատ։ Պատկեր գալիս են, տենում են եվրեները լատ ծիծաղում են, փառաբանում են, ուրախանում են։ Իրանք շոկի մեջ էին։ Հետո հետ դարձան իրար սպանին մյուս օր առավոտը Եսաֆատը ասում է երկողները սկզբից, զորքը հետևից։ Ասում է психическая атака։ Պատկերացրեք, մի օր առաջ իրանք վախեցան, բայց տեսեք ինչ արեց, երբ որ մարդ ստանում է Աստծուց խոսք։ Իրանք սկսեցին փառաբանել Տիրոջը։ Հավատացին խոսքը, իրանց հավատքը մեծացավ։ Գիտես, դեռ ոչ մի բան չի կատարվել, բայց իրանք արդեն ընդունեցին այդ խոսքը իրանց սրտերի մեջ։ Հալելույա։ Ու գիտեք, իրանք գնացին սկզբից բանը խումբը այս փառաբանության խումբը հալելույա, 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 հալելույա։ Չգիտեմ, որ երգն էին երգում, բայց ուրախ երգ էին երգում։ Ու գիտես ինչ պատահեց, որ թշնամին իրար սպանեցին բոլորը, ու իրանք գնացին 4 օր ահագին դաբիչը ոնց կլի։ Պաշարք։ Ահագին 4 օր պաշարքը կրում են, պատկերացրեք։ Ասում եվրեյներ են, էլի։ Փառք ամեն։ Հալելույա։ Նայ Աստծո խոսքի վրա։ Փնտրի միշտ Աստծո խոսքը։ Թող քո երեսը միշտ լինի իրա վրա։ Ոչ թե խնդիրների վրա։ Գիտեք, խնդիրներ միշտ կլինի մեր մոտ։ Բայց Աստված ասում է, ես եմ քո փրկիչը։ Ամեն։ Եկեք ոտի կայնենք։ Հալելույա Տեր, շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ քեզ ամեն օրվա համար։ Շնորհակալ եմ, որ դու միշտ մեր հետ ես։
Շնորհակալ եմ, որ դու տվել ես մեզ խոսք։ Հալելույա։ Թող քո խոսքը միշտ, որ մենք ծարավ լինենք քո խոսքի համատեղ։ Ես աղոթում եմ այն մարդկանց հիմա, կարող խաչմերուկի վրա են, կարող ինչ-որ դժվարությունների վրա են, Տեր օրհնի, դու խոսք իրանց, Հիսուսի անունով, հալելույա, շնորհակալ եմ քեզ Հիսուս, Հիսուսի անունով, ամեն, ամեն, փառք Տիրոջը, հալելույա, փառք Տիրոջը, ամեն, ով կվերջսի, շնորհակալություն։ Փառք ամենակարող Տիրոջը, շնորհակալություն Հովև Արթուր ջան, այս հրաշալի խոսքի համար։ Թող մեր ներսը ոչ թե վախի սերմեր աճի, այ հավատքի սերմեր աճի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք զորավոր ենք, երբ որ Տիրոջով ենք շարժվում։ Թող մեր դեմն լինի Աստծո խոսքը, շնորհակալություն շատ այդ հրաշալի խոսքի համար։ Սիրելի Աստծո ժողովուրդ, կուզենայի հարց տալ, կա մարդ, ով որ այսպիսի եկեղեցի առաջին անգամ այսօր, խնդրում եմ ձեռք բարձրայել։ Փառք Տիրոջը։ Թող քո տեղը արի առաջ, միասին աղոթք ենք անելու։ Հալելույա։ Բարև սեզ, Տեր օրհնի ձեզ, բարև սեզ, բարև սեզ, Տեր օրհնի ձեզ։ Բարև սեզ, Տեր օրհնի ձեզ։ Միգուցե դու մտածում ես գամ, թե չէ, արի, մենք ես սպասում ենք։ Ամենք մեկս մի անգամ Տիրոջ ասել ենք այո։ Երբ որ գալիս ենք ու գիտեք հետաքրքիր ինչ է տեղ ունենում։ Մտածում ենք, հա, ուղղակի խոսք արամ լսեմ, բայց Տերը մեզ կանչում է, որ մեր հետ հանդիպում ստեղծի։ Այսօրվա ձեր քայլը դա այն քայլն է, որ ուզում ենք Տիրոջ հետ հաշտվենք, Տիրոջ ճանաչենք։ Մեր ճանապարհները միգուցե միջև այդ մտածում ենք, որ մերն է, բայց միասին աղոթք անենք, այդ միասին աղոթքից հետո Տիրոջ ճանապարհներն են լինելու, սիրելի ժողովուրդ։ Սիրելի եկեղեցի, եկեք միասին ապաշխարության աղոթք անենք, կուզենանք աղոթենք միասին։ Եկեղեցին է մեզ կօգնի, խնդրում եմ կրկնեք իմ հետ։ Սիրելի Հայր, մենք գալիս ենք քո առաջ քո որդու Հիսուսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարում դրանց ինձ։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր եւ երրորդ օրը հարություն արար ինձ ազատելու մեղքերից։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ նվիրում։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտիր ինձ քո Սուրբ Հոգով, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Շնորհավորում եմ։ Թույլ կտաք ձեր համար աղոթենք։ Սիրելի եկեղեցի, պարզի ձեռքդ։ Հալելույա, երկնային Տեր, զորավոր Աստված, Տեր, բերում եմ քո գայ առաջ
այստեղ կայնած մարդկանց համար Տեր, խնդրում եմ, որ քո զորությունը իջացնես իրանց վրա, նորոգես ու քո կատարած զորությունը թող իրանց կյանքում լինի Հիսուսի զորավոր անունով։ Թող իրանց կյանքում քանդված լինի ամեն մի չարի ծրագիր ու քո գերբնական զորությունը իրանց կյանքում լինի Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Սերնես, մեր աշկոմը ծառողներ են կայնած, խնդրում եմ իրանց հետևից բարձրացեք վերև, իրանց ձեզ կարևոր, շատ կարևոր նվեր ունեն տալու Աստվածաշունչը։ Գնացեք իրանց հետևից, իրանք ձեր համար այդ նվերը կփոխանցեն։ Փառք Տիրոջը, պարզի ձեռքը, ցրել է Աստծո ժողովուրդը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր հետ լինի։ Գնացեք խաղաղությունով։ Ամեն։